Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Փյունիկի գլխավոր մարզչի օգնական Ռոման Մոնորովի մամուլի ասուլիսը Շիրակի հետ հանդիպումից հետո։ Նախ մարզիչը կխոսի խաղի մասին, ապա կարող եք ուղղել ձեր հարցերը։ Прежде всего хочу поздравить болельщиков с победой, с заслуженной, с уверенной победой. Мы тщательно готовились к этому матчу, тактически изучили соперника. Считаю, что наш план на игру сработал. И у нас есть объективные сложности с тем, что где-то мы немножко опоздали с селекцией. Есть футболисты, ряд футболистов наших, которые еще не до конца адаптировались, не до конца еще влились в коллектив, вписались в нашу игру. И для того, чтобы оптимизировать и привести в норму нашу игру, нам нужно время. Мы сейчас используем это время, когда будет пауза сейчас на сборные. Мы эту паузу используем для того, чтобы привести команду к общему знаменателю. Я очень рад, что мы уходим с хорошим настроением на паузу, с победой, с 3 очками, с хорошей игрой, с голами. И поэтому еще раз поздравляю наших болельщиков с победой. Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել երկրպագուներին արժանի եւ վստահ հաղթանակի կապակցությամբ մանրակրկիտ նախապատրաստվել ենք այս հանդիպմանը, տակտիկապես ուսումնասիրել ենք մրցակցին։ Կարծում եմ, որ մեր խաղային պլանը աշխատեց, մենք օբյեկտիվ դժվարություններ ունենք, քանի որ փոքր-ինչ ուշացրել ենք սելեկցիայի գործընթացը։ Կան ֆուտբոլիստներ, որոնք դեռ լիովին չեն ադապտացվել եւ ինտեգրվել թիմին, մեր խաղին։ Մեզ ժամանակ է պետք այդ ամենը շտկելու համար եւ միջազգային դադարը կօգտագործենք այդ նպատակով։ Շատ ուրախ եմ, որ լավ տրամադրությամբ ենք գնում դադարի, հաղթանակով, 3 միավորով, գոլերով, լավ խաղով, ուստի եւս մեկ անգամ շնորհավորում եմ երկրպագուներին հաղթանակի առթիվ։